ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ազգային ժողովի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության հաստատման գործում։ Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության պատմական գագաթնաժողովի նպատակները, ներառյալ թրիփի իրականացումը։ Մարկո Ռուբիոն ընդգծել է, ամերիկյան կողմն անհամբեր սպասում է Հայաստանի հետ համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից անդին խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Վրաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Ես շատ ուրախ եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Անձամբ վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է, և ես շնորհակալ եմ նրան դրա համար, հավելել է Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով Վրաստանի կառավարությունը անում է հնարավորը տարածաշրջանում հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար։ Այսօր մենք աննախադեպ կապեր ենք զարգացրել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում, մանրամասնել է Կոբախիձեն։ Իրանի նախագահը ևս շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարածահաղթանակի առթիվ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Մասուդ Փեզեշքյանը բարձր է գնահատել ընտրությունների հաջող անցկացումը և հայ ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ցուցաբերած նոր աջակցությունը որակել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականություն վարելու նրա ցանկության նշան։ Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ վերջին տարիներին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների դրական և դինամիկ միտումը կամրապնդվի երկու հարևան երկրների միջև ավելի լայն և կառուցողական գործակցության միջոցով։ Նախագահ Փեզեշքյանի խոսքով այս գործընթացը կնպաստի երկու երկրների շահերի առաջմղմանը, միաժամանակ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը, տարածաշրջանային պետությունների համագործակցության և համատեղ ջանքերի միջոցով։ Նա նաև խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն է մաղթել Հայաստանի կառավարությանը և ժողովրդին, երկիրը բնութագրելով որպես բարեկամ հարևան Իրանի հետ երկարատև կապերով։ Իրանի արտգործնախարարն էլ հայերեն գրառում է արել X-ի էջում, շեշտելով. հարևաններն առաջնահերթ նշանակություն ունեն Թեհրանի համար։ Ուրախ ենք, որ ստեղծվել են լավ հնարավորություններ շարունակելու Իրան-Հայաստան հարաբերություններում ձևավորված դրական ու դինամիկ ընթացքի ամրապնդմանը միտված կառուցողական համագործակցությունը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին խորհրդարանի ընտրություններում քվեարկելու և իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել քաղաքացիական ներգրավվածության մակարդակը։ Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանային գործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին։ Ըստ ԵԱԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների, չնայած խիստ բևեռացված քարոզարշավին, ընտրությունները եղել են ներառական, ապահովված են եղել քաղաքական այլընտրանքները, ընտրությունը հիմնված է եղել ամուր իրավական շրջանակի վրա։ Քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշման և հիբրիդային հարձակումների, այդ թվում տնտեսական ճնշումների պայմաններում, որոնք ուղղված են եղել ժողովրդավարական գործընթացը խաթարելուն և բևեռացմանը։ Այնուհանդերձ, ըստ Կալասի, ընտրությունները արտացոլել են Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունը և բարեփոխումների ճանապարհին գրանցած առաջընթացը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով դրանք նաև ընդգծում են հայ ժողովրդի հանձնառությունը եվրոպական արժեքներին և կայուն, անվտանգ ու բարգավաճ ապագային։ ԵՄ-ն հաշվի է առնում Հայաստանի ընտրական մարմինների հրապարակած նախնական արդյունքները, կոչ են կանում բոլոր քաղաքական գործիչներին հարգել այդ արդյունքները և ժողովրդավարական ընթացակարգերը։ ԵՄ-ն վճռականորեն աջակցում է հայ ժողովրդին և հավատարիմ է իր հանձնառությանը, աջակցելու Հայաստանին իր ժողովրդավարական ճանապարհին և խորացնելու երկկողմ գործակցությունը։ Անհամբեր ենք շարունակելու սերտ գործակցությունը Հայաստանի նորընտիր կառավարության և խորհրդարանի հետ, իրականացնելու համապարփակ բարեփոխումների օրակարգը, խթանելու տարածաշրջանային խաղաղությունը, տնտեսական աճը։ Կալասը շեշտել է Հայաստանի ինքնիշխանությունը, դիմադրողականությունը, ժողովրդավարությունը և բարգավաճումն ամրապնդելու կարևորությունը։ Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահը։ Անտոնիո Կոշտան նշել է, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի սերտ համագործակցության վրա հիմնված ապագայի։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն Եվրոպական խորհրդի նախագահը բարձր է գնահատել վարչապետ Փաշինյանի առաջնորդությունը և նրա ներդրումը Հայաստանի դիմակայունության, կայունության և բարեկեցության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը, ընդլայնելով աշխատանքները էներգետիկայի
էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել նախագահ Կոշտային աջակցության եւ ջերմ խոսքերի համար, կարևորելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ խաղաղության օրակարգի շուրջ, ընդգծելով տևական խաղաղության եւ կայունության կարևորությունը։ Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին X-ում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հետ հանուն մեր ռազմավարական գործընկերության, տարածաշրջանային կայունության ամրապնդման եւ Եվրոպայում գործընկերների հետ ավելի սերտ հարաբերությունների զարգացման, նշել է պաշտոնյան։ Հունաստանի վարչապետը եւս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առիթով։ Հունաստանը ցանկանում է ամրապնդել երկու բարեկամ երկրների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված սերտ գործակցությունը եւ նպաստել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը, շեշտել է Կիրիակոս Միցոտակիսը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին էլ հայտարարել է, որ Օտտավան անհամբեր է խորացնելու երկկողմ գործընկերությունը եւ շարունակելու Հայաստանի ու Կանադայի ժողովուրդների համար բարգավաճ ապագա ստեղծելու ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Қырғызստանի նախագահը եւս շնորհավորական ուղերձ է հղել, նշելով ընտրություններում տարածախթանակը հաստատում է, որ Հայաստանի ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը, բարեփոխումների շարունակականությունը եւ պետական ինստիտուտների ամրապնդումը։ Қырғызստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ ձևավորված միջպետական հարաբերություններն ու համագործակցությունը, որոնք հիմնված են փոխադարձարգանքի սկզբունքի վրա, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնում հետագայում եւս ամրապնդելու համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական եւ մշակութահումանիտար ոլորտներում, նշել է Սադիր Ժապարովը, հայ ժողովրդին մաղթելով խաղաղություն եւ բարգավաճում։ Դիանա Գասպարյան, լուրեր։